Բարև ձեզ, Factor TV յուրը քաղաքագետ Թևան Պողոսյանը, ողջույն, պարոն Պողոսյան։ Ընդդիմության շարքերում ակտիվացել է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմատիկան եւ այսօր պատիվ ունեմ խմբակցությունը արձագանքելով Արթուն ենք շարժման նամակին, ասաց, որ մենք պատրաստ ենք անվստահության գործընթացին, մասնակցել, իսկ Հայաստան խմբակցությունից ասել էին, որ պատրաստ են 28 ստորագրություն տալ, եթե նման նախաձեռնության կողմնակիցները կբերեն եւս 8 падգամավորի ստորագրություն եւ հրապարական պատասխանատվություն կվերցնեն իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ ժողովրդական զանգվածներ ապահովելու կարողություններ բերելու հարցում, ինչպես է գնահատում այս գործընթացը։ Նույն պատասխան։ Բովանդակային իմաստով նույն բանն են ասում։ Ինչով է տարբերվում, ասում ես վարչապետի տեխնազու չունեն, բայց շուտ դիտակ ստորագրություններն ենք դրել, մյուսները ասում են պատրաստ ենք ամեն ինչ անենք, բայց երբ որ էլի տեխնազուի անուն ունենակ։ Բովանդակային երկու հավասարազոր իրար պատասխանում։ Ոչ մի բանով չի տարբերվում։ Բայց բացի դրանից ասում եք երկու ընդդիմադիր, այսօր սոցհարցումներ ա եղել, ոնց որ 75%-ը չի հավանում կամ չի հետապնդում այսօրվա մոտեցումները, նույնիսկ չի հավատում խաղաղության պայմանագրին, ասում է տեքստը մի հատ կբերեք կկարդակ, կհավանություն կտանք նոր կստորագրենք։ Դրանից էլի ինչ ասել հանրության իմաստով։ Հիմա ասենք ինչ կապ ունի ընդդիմության այս մի խումբն է, թե մի խումբն է։ Վստահ եմ, որ բոլոր արտախորհրդանական ընդդիմադիր ուժերը նույն ձևի պատրաստական են ինչ-որ մի բան անելու։ Ամբողջ հարցն է, որ պրոցեդուրալ սկզբից մինչև վերջ մարդիկ հասկանում են։ Ընդհանրապես գործընթացը ինձ ուրիշ բան է հիշացնում, որովհետև եթե իրական այդպես բաներ են անում, քաղաքականության մեջ այդպես գործիք կա, կոչվում է բանակցություններ։ Բանակցում են, իրար հետ որոշում են, համատեղ գործողություն են անում։ Դա ես հրապարակային այս բաները ավելի շատ նմանվում են ոնց որ թե այն ձևով ոնց գործադիրը կամ գործողները, ասենց ասած, հեծանիվ են քշում։ Այստեղ էլ էս հեծանիվն է։ Այսինքն կարելի է ասել, որ խորհրդանական ընդդիմությանը ձեռնոց էր նետված ճշտելու նրանք ինչքանով են գործում, Արթուն ենք շարժում։ Չէ, այդ նույնն է Արթուն շարժումն անում էլ։ Ինչով է տարբերվում։ Շատ լավ վստահ եմ պատկերացնում են ինչ անելու արդյունքը։ Դա ձև կարան նույն ձևի նամակներ գրեն։ Իրանց նամակների պատասխանը, իրանք որ դա գրում էին, ում էին գրում։ Պատգամավորների։ Այն նույն նաև ԿՊ-ին են, չէ՞ գրել։ Ինչ են արել։ Արսեն Թորոսյանը օրինակ ճղում։ Մենակ ինքը չի, վստահ եմ, որ այնտեղ եթե պետք լինի 71 հատ ֆլեշմոբ կանա։ Կամ ինչքան են ընդել։ Իսկ այն մնացածները, որ մի ժամանակ մի հատ ստորագրություն էր պակաս, սրբազան շարժման ժամանակ ինքը ինչ է անելու, ստորագրելու է, միանալու է։ Իմ համար այսօրվա դրությամբ այդ քաղաքական գործընթացի մեջ չկա լրջության խնդիր, ցավոք սրտի։ Որտեւ այսօրվա դրությամբ ինձ ավելի կարևոր օրակարգեր կա մեր երկրի առջև։ Ապագայի համար, գալիք սերունդների համար Արցախի հարցը մեկը պետքա գոյություն ունենա եւ պահի։ Արցախի ինստիտուտներին պետքա օգնել եւ օժանդակել, որ պահպանվեն։ Գիտենք մայիսին Արցախի նախագահի ժամկետն է լրանում եւ ազգային ժողովի եւ պետքա ամեն ինչ ան։ Հայ լուրջ օրակարգեր է սա, որ այս գործընթացները անեն, որ հետո չասեն, այս ինստիտուտները չկան։ Նայեք, Ադրբեջանը, երբ որ նպատակ էր դրել, որ պետք է գա գրավի Երևանն էլ հետնա վերցնելու, իր նպատակից չի հրավիրել, բայց ճանապարհի կեսը եղել է Արցախին, Արցախի Շուշիի երաշտական դպրոցի ինչ որ տնօրենի սովետական մնացած պահում ու պահպանում էր, թեկուզ ձևական բանով։ Մենք ապագա սերունդների համար ինչ-որ մի բան անում ենք։ Այդ է ճիշտ օրակարգը։ Դրա մասին է պետք խոսել, որովհետև այդ մի գործընթացը բան չի անում, էլ չասած କି հանրությունն էլ չի հավատում։ Այսօրվա եթե գալոպի տվյալները նայես, Պաշտպանի իշխանափոխության ծրագրին չի հավատում։ Հարց տվել են, չգիտեմ հարց ձևակերպում ոնց է, երևի ճիշտ կլինի, ոնց լրագրողներ գալոպից ճշտեք կամ Արարսադյանից ճշտեք, ասենք հարցի ձևակերպումը, բայց գրած է եղել։ Իմպիչմենտը ինչպես իշխանափոխության գործընթացի ընդամենը 5%-ն է կողմ արտահայտվել։ Այսինքն Նայեք, ես ասում եմ լուրջը որն է, երբ որ բոլորը ուզում են լուրջ ձևով իմպիչմենտը օգտագործեն, դրա համար կա բանակցությունների գործընթաց, երբ որ բանակցում ես բոլորի հետ, իմանում ես, եւ եթե միամիտ էլ հարցում է արվում,
Պարզվում է, ասենք 90%-ը համաձայն է այս մոտեցմանը եւ պատրաստ է դուրս գա փողոց։ Ասածս է հիմա այսօրվա դրությամբ ձեր արժևը։ Եթե դա այդպես չի արվելու, sense հանրային ձևով գործընթացներ են գնալու։ Կեղծորակարգ է Փաշինյանի հեռացման սցենարը։ Հա, կարող է մարդիկ հավատում են, իրենց համար կեղծ չի։ Իրանք իսկապես հավատքով լի են, որ դա կաշխատի։ Բայց եթե դու մի բանին հավատում ես ու մի բանի հետևից գնում ես, դու ոչ թե պարզապես ամեն օր նույն բանն ես կրկնում, այլ փորձում ես բանակցել, խոսալ, հա։ Ասենք ձեր հետ օրինակ ոնց լրագրողի զանգել են, ասեն Ռոլո ջան, արի մի հատ խոսենք, մի հատ հաղորդում impeachment-ի մասին։ Հատուկ պատրաստենք, ճիշտ է ասենք։ Չգիտեմ, եթե տես գործընթացներ չի եղել ներքին իմաստով, ապա ասենք ես ինչ ասեմ։ Եթե հանրության կողմից տված է սա։ Հիմա ուզում ենք ասենք գալոպը դեմ է, 5%-ը ձևական է գրել, թե իսկական է հարցում առը։ Եթե ոչ, այդ չափումները անում են, հասկանում են։ Մենք դաշնակցությունից Քրիստինե Վարդանյանի հետ ենք վերջերս խոսում, ըստ էության նրանք նկատի ունեն, որ ընդդիմությունը չունի էլ բավարար ստորագրություն, որ այդ գործընթացը զուտ ֆորմալ առաջ տանի։ Տեխնիկական է դա, դրա համար եմ ասում, երբ որ ինձ ասում եք պատիվ ունեմ նամակը ինչ է, այդ նույն պատասխանն է։ Նայեք, ասենք իրենք գրել են, հիմա այս ձևով մենք պատրաստ ենք, այս մեր եղած չեղած 6 ստորագրությունն է, սա ենք դրա, առաջ շատեր հիմա 6-ներ, բանանում տեխնացուել չունենք։ Հետո ինչի չունենք։ Բայց վստահ եմ, որ քաղաքական գործընթացները, երբ որ գալիս է խոսում են 26 թիվ կամ չգիտեմ, շուտ տեխնացուներ պետք է ունենան, չէ՞։ Բոլորը։ Աստորեն այսօր բոլոր նրանք ովքեր քաղաքական տրամաբանությունն է պահանջում, բացեմ Պետրագիստրը, նայեմ քանի կուսակցություն է գրանցված, պետք է հասկանամ, այսքան վարչապետի տեխնացու կա։ Պետք է այդպես լինի։ Պետք է այդպես։ Հակառակ բaragam ձեր գոյության իմաստով։ Դե, էդ էլ ասում եմ դու ինքդ ասացիր, ես չեմ ասում։ Հիմա լավ, այսքան տեխնացուների մեջից, եթե ամեն անգամ ասում են գցում ենք ուրիշի վրա, թող ուրիշները անունը ասեն, մենք տակը ստորագրենք։ Այսինքն պատասխանատվությունից խուսափելու բան է։ Չգիտեմ ինչա, դա իրանց պետք է կանգնենք հարցնենք, բայց իմ համար կողքից դիտարկելով գործընթացի մասը սխալ է։ Նայեք, ցանկացած նպատակի հասնելը ունենում է երկու կարևոր գործ։ Մեկը բանակցել, որ քո կողմնակիցներին հավաքես։ Մյուսը գործընթացը բանակցել։ Բանակցությունների ժամանակ էլ է գործընթաց գնում։ Եթե սա բանակցությունները բաց հանրային ձևով բանակցություններ, ապա այս գործընթացը սխալ բան է։ Միսկի խումբը գործընթացել է, չէ՞ եղել։ Բացի բովանդակային սենյակի ներսը ինչ են խոսացել, ինքը նաև գործընթաց է։ Ունեցել ենք ժամանակ, որ համանախագահները գնացել են Ստեփանակերտ։ Ճիշտ է։ Ունեցել ենք ժամանակ, որտեղ գնացել են երրորդ տեղն են հանդիպել Արցախի ներկայացուցիչները նույնպես գնալով։ Ունեցել ենք ժամանակ, որ երբ որ երկուսն են միայն գնացել հանդիպել, ունեցել ենք ժամանակ, երբ որ ուրիշներն են եկել այստեղ հանդիպել։ Գործընթացային երևույթ է։ Ռամբուրը, Քիևեստ, բան, process-ները ոչ թե տեղի ունեցել մայրաքաղաքներում, այլ եղել այլ քաղաքներում։ Նույնիսկ մենք էինք շատ ժամանակ այս անգամ որ Մոսկվայում են հանդիպում Մոսկվայի նախաձեռնությունը, Սանկտ Պետերբուրգյան, այս անգամ որ Ժնևում է կամ Վիեննայում է, այս համաձայնությունը 2016-ի հետևով, դա է Վիեննայում են հանդիպել ինչ-որ բանը, ոչ թե որևէ հենց համանախագահ երկրների կամ տարածաշրջանի որևէ մի երկրի է։ Սահմանին որ գնում են հանդիպում են ինչ-որ հանձնաժողովի ինչ-որ բաներ, հա, որ առանց միջև էլ վավերացման առանց վավերացումների, որ հայրենիքի հողերը տալիս են, հետո մոռանում են, որ սահմանադրություն կա գրած, օրենք կա գրած եւ այլն, ոնց պետք է անեն։ Բայց դե թելը դերում։ Ցանկացած օրենքի կյանքի կոչելն էլ է գործընթացներ, չէ՞, ասածա։ Պետք է օրինակ այս ինստիտուտ այս բանը անի, հետո այս անի, հետո այս անի, օրենքը sense կիրառում։ Շուտ քննիչները ստուգում են, տալիս են դատարան անում են, նոր բարձում է, որ մարդը մեղավոր է, թե չէ։ Միջև այդ անմեղության կանխավարկածը պետք է աշխատի։ Ինչ որ մի հատ ուրիշ տեղ կրթության իմաստով ասում են, պետք է դպրոցում սովորես, ավարտես, ատեստատուներես, նոր կարողանաս դիմես համալսարան։ Գործընթացային process-ները։ Հիմա այս իրանց նկարագրած գործընթացի մեջ, եթե իրանք չեն կարողացել բանակցեն, որ ամեն ինչը նախորդ պայմանավորվեն, մարդիկ ստիպված հանրային ձևով են ասում, ունենք ստորագրություններ, չունենք ստորագրություն։ Ասենք ինչ։ Դե խոսացինք։ Մի կողմից ասեմ, ինքը շատ հետաքրքիր է, որ process-ներ է բացում, հանրային քննարկում է գնում, բոլորը ասում են միգուցե շատերը կարտահայտվեն, թե ինչ են բան անելու։ Միգուցե զտվում է անդիմության դաշտը իրար
Արզերես անելու կամ սպասելու կամ միգուցե սա նախապատրաստական գործընթացներն է։ Ասում են պայքարը թիվ 1 ընդդիմադիրի։ Դե դրա համար են պայքարում, թե 26 թվականի համար են, թե միգուցե ավելի լավ են իրազեկված ինչ որ ասենց ասած միջազգային հանրության ընթացքում տարածաշրջանային գործընթացներ, որ կարող է շատ բաներ արտահերթ այլ ձևով լինելու։ Ինչու՞։ Սպորտսմեններն էլ չէ, միշտ չէ որ կա մարզումներ, որոնք բանեն անում, կա նաև մարզումներ, որոնք ընդհանուր բանի են նվիրված։ Մեկ ֆուտբոլիստը ոչ միայն գնդակ է անում, այլ նաև պետք է վազք պարապի, ծանրություններ բարձրացնի, ֆիզիկական ուժեր բան։ Միգուցե դրա նման մի տեսակ վարժություն է։ Պարոն Պողոսյան, ես դեմ չեմ, որ այս քննարկումները լինեն։ Համակարգը խորհրդարանական է, այսինքն իշխանությունը նախ ձևավորում է խորհրդարանում Հայաստանում։ Այդ ձևական թղթի վրա է գրած, դուք խորհրդարանական ոչ մի բան։ Բայց անձերի վրա է, համաձայն եմ, բայց այստեղ ուրիշ հարց կա։ Չէ, ոչ միայն անձերի։ Օրենքները նենց են խախտվել, որ խորհրդարանական փոքրամասնություն, ցանկացած խորհրդարանական համակարգի մեջ փոքրամասնությունը ունենում է լծակներ, որով գոնե ինչ-որ բաների հասնում է։ Եվ երբ որ ժամանակին գրվում էին այդ օրենքները, տենց լծակների բաներ կար։ Հիմա Եթե Սերժ Սարգսյանը իմանար, որ իրենք ընդդիմություն է լինելու, միգուցե ավելի շատ լծակներ տա։ Դե դրա համար կյանքը տենց չեն բանանում, իմանալ չիմանալու խնդիրի մեջ չի լինում։ Բայց հարցս հետևյալն է, արդյոք ձեր կարծիքով երկրորդ եւ երրորդ նախագահների միջև տարաձայնությունները այնպիսին են, որ նրանք չկարողանան 26-ին միավորվել Փաշինյանին հեռացնելու նպատակով։ Ինչ եք մտածում, եթե նրանց կոալիցիան բերի հեռացման։ Եթե sense նայեն Գյումրիում դա արվեց, նրանք կարողանում են գտնել։ Քաղաքականությունում բացառումների բանը ամենասխալ բանն է։ Երբևէ միասա, երբևէ։ Կարող է միանալու են, կարող է չեն միանալու։ Կամուրջներ չեն այրվել, այս հրապարակային բանավեճը երբեմն թվում է կամուրջներ այրելու մասին են։ Մեղադրում են իրար, ով է Նիկոլին վերել իշխանության։ Փորձառու քաղաքական գործիչներ, մեզ թվում էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչյանը իրար հետ նույն սենյակ չեն մտնել, բայց բարձրացումը կարային մտնել, չէ՞, պատերազմի օրոք կամ դրանից հետո էլի հարցեն չի համաձայնվել են, թե չէ, բայց գտնվել են նույն տեղում։ Ով կասեր, որ Տեր-Պետրոսյանը կառաջարկի Ռոբերտ Քոչյանին, Սերժ Սարգսյանին միասին գնալ խորհրդարանական։ Դե օրինակ եմ ասում, դա համար եմ ասում միասին։ Այդ բանը։ Կարող է միավորվեն, կարող չէ։ Այլ հարցը ինչ ենք մենք ցանկանում։ Եթե ես ցանկանում եմ, որ իշխանապողությունը պետք է լինի, ու իմ պատկերացմամբ, օրինակ դրանց միավորումն է, ես ինչ պետք է անեմ, որ այդ կյանքի կոչ։ Պետք է ամեն օր կոչով դիմեմ, խնդրում եմ միավորվեք, որ դա լինի։ Հանրությունը թող որոշի։ Եթե զգում է, որ այս բանը, ամեն օր պետք է խնդրել, որ միավորվեն։ Ամեն օր խնդրել, որ մի կողմ դրեք։ Մեզ չի հետաքրքրում ձեր այդ բաները։ Բաներ կա, որ կարմիր գիծը անցնում ես այս կողմ անում ես։ Ու դու դա բոլոր հետ եք անում։ Դա էլ է կյանքի բան։ Մեծ շատ հետաքրքիր տենց ամերիկյան կինո է եղել, որը սև ու սպիտակի մասին է, իրանց բանը, բայց գաղափարը ասենք երկու ճամբարի վերցնենք, հա։ Ռուսերեն սկովնի одной цепью, հայերեն չեմ կարող բանալ, բայց ասենք բան, որ մեկը ոստիկանն է լինում, մյուսը բանտարկյալն է լինում, տենց բան են անում, բայց երբ որ միտեղ պետքա փախնեն, պետքա իրար հետ կարողանան գետը լողան անցնեն, բան անեն, ու ստիպված երբ որ դու կապված ես, ինչքան էլ իրար հանդեպ ատելություն անում, դուք ձեռը նույն բանով պետքա գցեք, որ կարողանաք լողալով անցնեիք, իրար օգնեք, պահեք։ Հիմա այդ նես չի որ այդ մեր կյանքում տենց դեպքեր քիչ են լինում։ Դա ամբողջ խնդիրը է դա, որ եթե իսկապես հասկանում եք, որ պետքա երկիրը փրկվի, որ մենա, որտեղ այն ճանապարհը, որ մենք գնում ենք, դառնալու ենք կամ ադրբեջանական կամ Թուրքիան երևի կհամարի, որ նույնիսկ դա էլ չպետք է Ադրբեջանին բավարարա։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչյանը կարող են փրկել Հայաստանը։ Չէ, ինչու պետք է։ Դե նրանք են թիվ 1։ Դեք դուք անուններ եք տալիս, իսկ ես ասացի մենք ով միավորվենք։ Կոչ անենք, մենք բոլորս կոչ անենք, որ միավորվեն։ Այդ ազգային միասնության մասին ով էր ամենաշատը խոսում։ Քանի անգամ քո հետ է դրանից են խոսացել, որ ասել եմ դա է մեզ փրկելը։ Ես դա անուններ եմ տալիս։ Դա ամեն դեպքում անձը պետք է ինչ որ մեկը լինի։ Ցավտեմ, հա, դե ասենք ինչ տարբերություն։ Իսկ եթե Ռոբերտն անելու անեմ։ Նայած որ Ռոբերտը։ Դե ինչ շփում։ Ես ձեր մասին եմ խոսում։ Դե դա համար Անանյան ասեցի, չէ՞։ Չլսեցի որ ազգանունը ասեցի։
Չէ, բայց դա ընդդիմության համար կարևոր է, պարոն Պողոսյան, որ թևի վարչապետը կլինի, դա կարևոր է իրենց համար։ Իմ եւ ձեզ համար կարող է կարևոր չի։ Այդ դրա համար ասում եմ, բանակցություններ են անում, չէ՞։ Բանակցությունը հիմա, երբ որ ավելի պարակտված է, ով է տիրել։ Թուրքական եւ ադրբեջանական շահերը։ Ինչի, որովհետեւ այսօրվա գործողները այդ շահերն են իրականացնում։ Ուրիշ բան չեն անում հանուն իշխանության պահելու։ Եթե դա է նպատակը վերջնական, որ Հայաստան չլինի, Էրմենիստան լինի, շարունակի կարեք։ Իսկ ձեր կարծիքով ընդդիմությանը ինչու են մեղադրում։ Այդ ձեր երկուսի անունների մեջ ասեցիք, նայ, դուք խոսում եք երկու անունների մասին։ Ընդդիմությունը մենակ իրանք են։ Քանի անուններ ա եղել, որ շոշափվել է։ Իրենք ամենամեծ ռեսուրսները։ Դե ամենամեծ ռեսուրսները ունեցող, բայց այնուամենայնիվ Սրբազան պայքարժամնակ Բագրատ Սրբազանն ամենամեծ հանրահավաքը արեց, ոչ թե ուրիշները։ Շատ մեծ փոփոխություն ա արժեքային դաշտում, որի մասին խոսում են։ Դե այնպես որ դες չի որ մենակ այդ երկու անհատների մասին են։ Այն էլ երեք չի երկուսն էլ ասել են որ ոչ պատասխան չեն։ 20 ապրիլի 24-ին չէին ասում։ Ուրեմն նշանակում է պետք է իրանք էլ փնտրեն, չէ՞ մեկին։ Թե իրանք ասում են չէ, մենք չենք ելնելու։ Ով կարող է լինել։ Չգիտեմ թե կփնտրեն մեկի անունը կգտնեն։ Տեխնազոն դիմություն։ Չգիտեմ։ Մեկին կգտնեն։ Ժամանակին նույն հանրապետական երբ որ ամեն ինչն էլ ձի վրա էր։ Քանի անուններ էին ասում։ Արեն Կարապետյան, չգիտեմ, Վիգեն Սարգսյան, որ անունները ասեք ինքան կան։ Մնացածների մաս։ Դե անուն պետք է լինի, որ ախոցելի տեխնացիաների Էդգար Ղազարյանը ինքն է իրան առաջադրում մեր մի անգամ ժամանակին։ Դուք ապրեք պարոն Ղազարյանի կառավարած երկրում։ Իսկ ինչ ա եղել որ։ Ասենք ինչով է փակած։ Դուք բան եք։ Ես առնվազն ժամանակին հասարակական կազմակերպության ղեկավարելու ժամանակ Երեգնաձոր քաղաքում համասանի Երեգնաձոր տնտեսագիտական քանի անգամ ծրագրեր են իրագործել կրթական դաշտում եւ երիտասարդության հետ աշխատելով որևէ խնդիր չեմ տեսել իրագումից։ Իսկ ինչն է խնդիրը։ Ոնց դեսպան լսել եք, որ ինքը ինչ-որ մի հատ նես բան արել, որ հարաբերությունները վատացել եք։ Լսել եք ոնց մարզպետ իր կաբինետում մարդածեց է կամ Եչենկո։ Հիմա ձեզ ո՞րն է լավ մարզեցողները, թե Էդգար Ղազարյանը։ Այ ասենք ինչն է որ տենց որոշեցիք, որ իր հանի տակ չի կարելի, իսկ այսօրվա գործողներին, որ սա օրը բռունցքով 20 հոգով բռնում են, մեկին էլ ծեծում են, դրա ժամանակ կարելի է։ Չէ, ես դեմ չեմ նման տեխնացիա, ես ուղղակի հարցրի։ Եկեք նայեք։ Դուք կապրեք այդպիսի երկրում։ Հա, տնօրեն եմ ասում, ես նկարագրեցի առնվազն մի փոքր դեպքեր, բայց վստահ եք որ ինքն է։ Ես չգիտեմ, ախր դա թիմային պետք է լինի։ Եվ որ ասում եմ բոլորս միասին։ Մի մարդուց է կախված։ Ձեզ ոնց է թվում, այսօր կառավարությունը եթե լիներ զգար որ ինքը կոլեգիալ մարմին է եւ ունենար այդ ընկալումը պատասխանատվությունը կուսակցական բաներով թույլ էին տալու որ մեկ հոգի ամեն ինչը որոշի։ Չէ, մի հոգի չէր որոշի։ Դե բայց հիմա մեկ հոգի է չէ որոշի։ Դե հիմա ձեզ նորից ասում, ինչքան անգամ ա եղել որ օրինակ նույնիսկ տեսել եք կառավարությանիստի որ կարող նախարարները մեկ-մեկ անդիմանան։ Տեսել եք հիմա տենց բան։ Չկա։ Ոչ մի տեղ չկա։ Քանի անգամ եք տեսել, որ նաև իմ այն նույն ազգային ժողովի հետևն է, որ նույն հանրապետականի մարդիկ են եղել, որ օրենքի նախագծին դեմ են քվեարկել։ Տեսել եք հիմա տենց բան։ Չկա։ Հիմա ո՞րն է եղել ավելի ժողովրդավար։ Նայեք, փաստը հենց բերում ես, մարդիկ միանգամից խուսափում են։ Նույնը ժամկետների հետ մասին։ Բանտրության կեղծիքները Ես մա իսկ հիմա ի՞նչ է։ Փաշինյանի ընտրակարգով Գյումրին վերցնում են դիմությունը։ Ահա դա եմ ասում, բանը հիմա ի՞նչ է եղել։ Հարակվեն ինչի է այդքան կեղծիքների դիմում ներկայացրան։ Ինչի, ուզում եմ ասեմ, եթե փաստեր ապացուցվեն, բան չասեցի։ Այո, բա մեկնին էլ ապացուցված է։ Մի հատ կասեք, քանի փաստեր ապացուցված, եթե sense չենք խոսում։ Քանի դատական գործով բան է եղել։ Ես մի 3-4 հատ եմ լսել, երբևէ 30 տարվա մեջ պատմության մեջ։ Դե մեր հերոստատիտողը Իրան Խոստովանի հարևանին կամ իրենք աշարք բաժանել են, թե չէ։ Դե բրանք, իսկ հիմա որ դες բան կան։ Կարող է հիմա էլ են բաժանը։ Հիմա էլ վախենում են Խոստովանը։ Կգա ժամանակը մեկ էս ախ կպատմեն։ Այն վաղտն էլ նես չեղել, որ բոլորը պատմում էին։ Այնով որ պատմեր, այնով որ չէր պատմում։ Այնով որ ցուցակը աշխատում էր, այն հիմա էլ աշխատում է, վաղն էլ աշխատում։ Այսօր ես չգիտեմ իրանց մեխանիզմների մեջ ինչն է տարբերությունը այսօրվա դրությամբ լինելու կամ չլինելու, հա։ Բայց մեկ անգամ չեք լսել դպրոցների վիճակները,
որ նույն ձևի շարունակվում են եւ այլն ասած բանը, ասենք փոփոխություն չկա, դե վստահ եմ, որ ձեր մաշկի վրա եւ տեսնում եք եւ գիտեք։ Բայց դե ասում եմ դուք էլ լրագրողիկ պետք է այդ գիծը տանեք, տանում եք հիմա։ Պարոն Պողոսյան, չեք կարծում, որ հանգիստ եմ վերաբերում այդպես բաներին։ Ընդդիմության խնդիրը այն է, որ չգիտեն ինչ են ուզում։ Միգուցե։ Իսկ իշխանությունը շատ լավ գիտի ինչ է ուզում ու գիտի ոնց։ Հա, միգուցե, չէ, իշխանությունն էլ չգիտի, որտեղ ես վստահ եմ, թե իշխանությունը գիտի, մենակ իշխանություն պահելը եւ ծերի վրա դա անում է, ամեն անգամ կորցնում է։ Դե հաջողվել է մի 6-7 անգամ տապալել ընդդիմության իշխանապողության ծրագիրը։ 7 տարի հաջողվել է։ Ամեն ես միջինում մի տարվա։ Այդ բառով։ Նախքին իշխանություններին էլ է այտենց եղել դեպքեր, որ հաջողվել են։ Առաջինն էլ է մի 7 տարի ձգել, երկրորդը 10 տարի, երրորդը 10 տարի, այս մեկը հələ որ 7 տարի իշխանությունը դե ձգվում է։ Միգուցե այդ հարցը տանք։ Ոնց է ստացվում, որ ամեն անգամ իշխանությունը գտնում է մեխանիզմները, իսկ ընդդիմությունը ոչ։ Գիտեք ինչի։ Ինչու։ Իմ պատկերացմամբ արժեքային համակարգ։ Որտեվ երբ որ ես որևէ կուսակցության անդամակցում եմ, ես իմ արժեքի համար եմ այդտեղ։ Երբ որ ես տեսլական եմ ունենում երկրից համար, ես արդյոք ազնիվ եմ ինքս իմ հետ, դրա համար է շատ ուրախ Սրբազան պայքարի ժամանակ այդ ինքնախոստովանական գաղափարները։ Որտեվ շատ ժամանակ մենք այդ ձեր ասած անհատի եւ անձի հետևից են գնացել, այ ոչ թե համակարգված արժեքների եւ ամենչեմ հայրենիքի հողի համար։ Դա համար ունեցել ենք դեպքեր, որտեղ ոչ կուսակցականները հաջողել են, ոչ զինվորականները հաջողել են։ Այ ամսի 9-ը, չէ՞, մի քանի օրից։ Շուշի ազատագրման օր, հաղթանակների վաղ։ Շատ մեր գեներալներ զինվորական կրթություն չունեին, բայց ունեցել ենք նաև շատ զինվորական կրթություն ունեցող մարդիկ, բայց որոնք մեծ մասամբ 18 թվականի, 20 թվականի պատերազմի ժամանակ սպայական կազմի մեծ մասը ուներ զինվորական կրթություն։ Պարտվեց։ 91-ին երազանքն ու նպատակը լինելով ռազմական կրթություն չունենալով բանակից ինչ-որ բաներ հիշելով ունեցել ենք ավելի այդ հարցի հենց արմատը գտնենք ոնց է ստացվում որ երբ որ նվիրալ ես սերտացավ ես արժեքային ես ապա նաև շատ բաներին հասնում եք հենց որ անհատի հետևից չլինի խնդիրը այ երևույթի որ մեր օրինակ պահպանողական ազգային պահպանողական տեսլական կրող ուժերը պետք է դգնան առաջ վստահ եմ որ կգտնեն միավորմանը հենց որ խնդիրը դնում ենք այս յանը կամ այս յանը իրար չի բռնում դերը փլվում է իսկ այդ 60 կամ 70% մարդիկ որ ընտրություններին չեն մասնակցում կամ ասում են ես չեմ վստահում որը քաղաքական չէ որը քաղաքական հասարակական ուժի չեմ վստահում շատ շնորհակալ եմ քո այդ հարցի համար որովհետև տունը նստելը նույն ձևի մասնակցություն է նայ հատուկ գրվել է համակարգ Դե մենք ժամանակին ունեցել ենք ընտրական process-ներ, որտեղ թերթիկի մեջ եղել է բոլորին դեմ, չէ՞, գնում էին, ճաղում էին, չասում էին, բան էին անում։ Եթե Չակ Նորիսին չէր ընտրում, հա, ինչ որ կարևոր չի, բայց ինքը դրանով այդ ժամանակ ինքը ասում էր բոլորիդ դուրս չեք գալիս, գնացեք տան։ Հետո հանեցին այդ կետը։ Որտեղ որոշեցին ոնց է հեշտ անելը, բայց այդ նույն մարդը մասնակցում է։ Իր տուն նստել չգնալը մասնակցության վրա ազդում է այն մաթեմատիկական մոդելը, որով պատրաստված է։ Դրա համար մեկ էլ բարձվում է հանրությունը, բանը երկրում ունես 2 միլիոն քանի քվեարկելու իրավունք, դրա ընդամենը 600,000-ը, որ ասենք 1/4-ն է, ծերի վրա հասած, դա դառնում է մեծամասնություն։ Իշխանությունը երբ որ գրում եք, որ 2 միլիոն 200-ը որ քվեարկեն, այն օր կլինի 100%-անոց։ Ինչ նշանակում է 1.5 միլիոնը նոր կունենա 50%։ Դրա մի հատ էլ կես իջել են ունեն 70 քանի տոկոս պարլամենտում ներկայություն։ Մասնակցել են, չգնացողները մասնակցել են, թե զոր տեղը չասեն, ու միգուցե ավելի ցավալի մասնակցության բաժին են բերել։ Այսօր այդ մարդիկ ովքեր որ չեն գտնում, դրանք նույն ձևի մասնակցում են։ Գյումրիի իմիջալուց ֆենոմենից մեկը այն է, որ մասնակցությունը բարձրացավ եւ ստացվեց process-ը։ Ասում եմ ավելի շատ թաղերի մրցակցություն։ Դե հիմա ինչին է որ եղել է, գրել եք այդ օրենքը։ Այդ օրենքը, լավ է։ Տեղական ինքնակառավարման մեջ թաղերը մրցում են։ Գյուղում, երբ որ տեղական ինքնակառավարում, ընտանիքներն են մրցում։ Մի ընտանիքը
100 քանի հոգի եմ ընտանիքը 800 ավելի մեծ ազգուտակ ունի։ Այդ ձևով իրար հետ մրցում են հետո համարելու ենք որ դա ընտրություն չի եղել։ Դե նույն ասեմ եթե գրել եք, բնա հիմա այսօրվանից նստեք փոխեք օրենքները։ Այդ ժամանակ կլինի, այդ է գրած դրանով էլ արել են։ Բայց եթե դա ես ընդունում քո համակարգը, ոնց պետք է դրա հետ էլ ապրես։ Պարոն Պողոսյան, իսկ ինչու ընդդիմությունը այդ 60-70%-ին իրենով չի անում, այսպես ասենք, այսինքն առաջարկել մի խանդավառ ծրագիր։ Ձեր հարցը մի քիչ սխալ է անցալում, այն որը մարդկանց կհանի տներից։ Չի ուզում թե ունակ չի։ Ես ասացի չի անում։ Չի անում, Չի ուզում թե ունակ չի, չեմ գնահատում։ Ես էլ չգիտեմ, որտեվ դա տարբեր բան է, որտեվ եթե ես ցանկանում եմ, բայց ունակ չեմ գալիս եմ Որտներ եմ հարցնում, իմանում եմ, սովորում եմ, գնում եմ, փորձում եմ, հաջողում եմ, անհաջողում եմ, դրա վրա սովորում գնում եմ։ Որովհետև սրանք մարդիկ են, որոնք տեսնելով խանդավառ ծրագիր, շատ հավանական է հակվեն դրան, հա, այսինքն շատ բաներ Եթե մենակ այդ հանրությունն է, ընդդիմությունն է, իսկ գործադիր այդ ժամանակ ինչ անում։ Դե իշխանությունը այսօր ամենամեծ Հենց որ տեսնում այս ներքին բաներով sense process կարա գնա, գնալս այն չանում, խառնակցություններ։ Խառնակցություններով պիտականում եք, ձեզ ոնց է թվում, փորձում են չի ստացվում։ Ես ինչի Արցախի բան արեց։ Մայիսի 9-ի մասին շատ կարևոր է որ մենք խոսենք Շուշիի մասին խոսենք։ Ժամանակին եռատոներ։ Ժամանակին Երևանի կեսը մայիսի 9-ի Ստեփանակերտում էր։ Ու մի ծածկ։ Էլ ամենը գլուխ էր գովում որ Շուշիում եմ հետո Ստեփանակերտում եմ։ Ես եմ գնացել եմ շրջանները բոլոր տեղերը։ Այդ է եղել տոնը, բայց եռատոնն է եղել իրաբանանը։ Նիկոլ Փաշինյանի առաջին այցն էլ էր Արցախ։ Ընտրվելուց հետո, չէ՞, հաջորդ օրը գնաց։ Մա այս ամեն ինչի մեջ դա մենք մոռանալու ենք, տոնելու ենք, հիշելու ենք, փոխանցելու ենք մեր երեխեքին։ Ոնց պետք է տոնվի, որովհետև մի բան է, երբ որ դու ունես եւ տոնում ես, մի բան է, երբ որ չունես, բայց տոնում ես։ Իսկ օրինակ մենք չենք ամաչում, որ օրինակ միջև հիմա չունենք մի հատ այնպիսի հուշարձան, որի մասին դուք այլևս այդ հարցը չտայի, որովհետև նույն ձևի 1915 թվականից հետո Թուրքիայում չկա որևէ մի բան, բայց գնում եք Ծիծեռնակաբերդ։ Ունենք Ազատության պողոտայի ամենասկզբին կա մի հատ փոքրիկ հուշարձան, որը նվիրված է Շուշիի ազատագրմանը։ Առաջարկում են ֆակտորը նախաձեռնի առաջնորդություն ցուցաբերի, այդ օրը ասի, գնա այդտեղ կանգնու, ասի բոլորին կոչ եմ անում, գաք ստեղ մեկ է ձեզ կնկարենք ու անենք։ Մեկ Արցախի ներկայացությունը կա, հələ լավա չեն տվել անդազանարել։ Դրոշակն էլ դրած, շենքը դրած։ Բոլորիդ կոչ եմ անում, ոնց սեպտեմբերի 2-ին ամեն անգամ կոչ եմ արել, նույնիսկ մայիսի 9-ին, եթե ուրիշ բան չկա անելու։ Գնալ առաջինը մոնումենտ, մեր պապիկներին, մեր պապ ու պապերին, մեր բոլոր այն հերոսներին, որոնցով պարծենում էինք եւ դաստիարակվում էինք սերունդ 41-ից 45 թվականների հիմա, հա, ասենք, այդ անմահ կրակի մոտ դնելու, անմահ գունդին հիշելու, այդ մարդկանց հանդեպ։ Բայց դրա հետ միասին էլ մի քիչ ենքո մոնումենտից վերև եք բարձանում Շուշիի այդ ստելանը, որ դրած գնացեք, դրա մոտ մոտեցեք, այդ բան արեք, ընդդից էլ մի քիչ գնացեք Քոչար փողոցի վրա, Արցախի ներկայացությունում, ծառը սխմեք, ասեք կակ։ Դուք ո՞նց եք տոնելու եռատոնը։ Այդ ես նկարագրեցի մոտավորապես։ Իսկ նշանակությունը այդ տոնի ինչպիսին է ձեզ համար։ Շատ մեծ, դա միակ այն հաղթանակն է, որի վրա կարաս կառուցած հաջորդ սերունդների դաստիարակությունը, որ այս պարտության ամոթից ուշ թե շուտ մի օր վեր հառնեն ու կարողանան դեպի նորից ապագա գալիքը նայեն, այդ բառերն են փչացում արտավախում օգտագործի։ Հենց պատմելով, հիշելով, ասելով, միջև չփոխանցես։ Դուք հիշում եք, քանի թորնիկա կամ լավ, եթե դուք ձեր վստահ եմ ծնողներ եթե կան, իրանց հարցնեք, ում պապերն է, որ անցել են, գնացել են Բերլին են հասել կամ որտե պատերազմ, հələ իրանց մանկությունը հիշեք, ոնց էին այդ մարդկանց սիրում, որ հələ պատմի, այս բանը ոնց եղավ այն բան, այդտենց են դաստիարակվել, որ 91 են արել։ Այդ նույնով էլ պետք է առաջ շարժվել։ Այսօրվա դրությամբ արդեն դուք պատմեք, ասեք, վստահ եմ, որ Վակտորը իր արխիվը որ փորփրի, հազարավոր ռեպորտաժներ կգտնի եւ Շուշիից եւ Պարմենից եւ դրականի մեջ ներկայացեք, ասեք, այդ օրը դրանով փակեք։
այդ լրատվական այդ օրը տենց իրագործեք, որ դա լինի։ Սկսած ինչ պատմություն կգտնեք երկրորդ համաշխարհայինից դուրս եկած 92 թվականի մայիսի 8-ին այդ կողքի օրերի մասին պատմելով, զարգացնելով, վստահ եմ, եթե ձեր կադրերն նայեք, կտեսնեք շենք ոնց է ավելացել, որ հետո ճացեն դժգուն ու տխուր քաղաքեր, չգիտեմ ինչ էր, իր իմաստով գնում ու ծաղկում ու զարգանում էր։ Բայց բացի դրանից էլ հիշելով այդ ամեն ինչի մասին, ասելով այդ օրը ձևավորելով։ Դրա հետ միասին է կոչ անելով, որ Արցախի ինստիտուտներ դուք մայիս ամիսը նաև ձեր համար է կարևոր։ Դուք պետք է այդ օրը ձևավորեք, որ դες չի լինելու, որ այլևս Արցախի հանրապետության ինստիտուցիոնալ ավարտը գալու է ինչպես պարլամենտի կամ նախագահի չլինելով։ Դուք ինչ եք իրար մեջ կիսում։ Հիմա էլ այդ ձեր եղած ինստիտուցիոնալ բանի մեջ չկա ոչ մի ֆինանսական բան։ Որևէ մեկը չեք վարձատրվում, որևէ մեկը բան չեք անում։ Ինչի՞ չեք հանգիստ որոշում ձեր մեջ, որ բոլորս իմանանք։ Ոչ թե մամուլում կարդանք, էսի չուզեց, էնի ուզեց, էսի sense խառնակություն արեց, էս մեկ sense ասնեց, այդ բաները լինի ու շարունակվի։ Մենք էլ ձեր կողքին պետք է կանգնենք։ Ոնց կարելի է մայիս ամսին թույլ տալ, որ մենք ավելի շատ խառնակությունից խոսանք, այլ ոչ թե դրա մասին զարգացումների։ Շնորհակալ եմ, պարոն Պողոսյանի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Թևան Պողոսյանի։